Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր, բարձր տրամադրություն, դրական էներգիա եւ լավ երաժշտություն, ուրբաթ առավոտը եկեք միասին սկսենք հանրայինի ուղիղ եթերում բարի լույս։ Բարի լույս, եզրափակում ենք ամառվա առաջին աշխատանքային շաբաթը եւ հուսով ենք, որ ուրբաթը կսկսվի եւ կավարտվի բարձր տրամադրությամբ, հատկապես որ առաջիկայում պատասխանատու վիկենդն է, հանգստյան պատասխանատու օրեր են, թե մշակութային իրադարձություններով լի, թե քաղաքական կարևոր որոշման, որը պիտի կայացնենք բոլորով։ Այո, ընդամենը 1 օր մնացա, կարելի ասել 2027 թվականի ընտրություններին վաղը ինչպես գիտեք ըստ օրենքի լռության օր է, որպեսզի մենք ընտրողներս կողմնորոշվենք, այնպես որ այո, շատ պատասխանատու օրեր են մոտենում, դրան զուգահեռ, բայց մեզ չի խանգարում վայելել Երևանում ակտիվ մշակութային կյանքը, գինու օրերը, մի խոսքով այս ամենի մասին դեռ էլի կխոսենք։ Միացեք մեզ, այսօր հունիսի 5-ն է, ուրախ կլինենք, եթե մեզ ավանդական FM հաճախականությունից զատ նաև փորձեք դիտել, գրել, զանգահարել։ Այո, մեզ հնարավոր է դիտել մեր Facebook-յան էջում Հայաստանի հանրային ռադիո եւ կայքում armradio.am։ Դե իսկ մեզ հետ կապ հաստատելու ավանդական տարբերակը 553702 հեռախոսահամարով շարունակում է գործել։ Մոռացանք ներկայանալ եթերում Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանն են լինելու այսօր, առաջիկա 1.5 ժամը կանցկացնենք միասին։ Այնպես որ բարի լույս բոլորին, օրը թող արևոտ լինի ու առանձնահատուկ ողջույններ Արևիկ անունով աղջիկներին։ Անունը դու լույսի պես աղջի քո աչքերը գարուն է դու իմ երկարելի առավոտն է քո տունը բարի լույս արելի աչքերը ամեն կանչում են աչքերը ինձանուց տանջում են Siro carune, anuna kes naman sirune. La la la, la 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 la, la 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 la. Anuna siro carune, anuna kes naman sirune. Ծաղիկները բացվել են, քեզ նման գեղեցի. Աղբյուրները երկում են քո ձայնով արևի երազները շողում են քո փայլով արևի աչքերը անվերջ կանչում են աչքերդ ինձանուց տանջում են անունդ սիրո գարուն է անունդ քեզ նման սիրուն է La 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 Anuna siro galune Anuna քեզ նման սիրուն է Աչքերդ ինձանուց տանջում են Անունը սիրո գարուն է Անունդ քեզ նման Աչքերդ անվերջ կանչում են Աչքերդ ինձանուց տանջում են Անունը սիրո գարուն է Անունդ քեզ նման սիրուն է La 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 Anuna siro garune Anuna քեզ նման սիրուն է
Լուսեր առավոտից։ Այսպիսի միքս է ստացվում, երբ միավորվում են Նեմրան եւ Գայանե Հովանեսյանը, խորհրդային տարիների չէ, երգչուհի, ահա էինք ողջունում Արևիկ անունով աղջիկներին, իսկ հիմա ողջունում ենք այն մարդկանց, ովքեր Դե էլ մի արդարացիք, ոչ շատ առանձնահատուկ ողջունեցիր։ Այո, մեր ամենահավատարիմ ռադիո լսողները արդեն հասցրել են միանալ նաև մեր Facebook-յան էջում։ Էդիկ Բաբուջյանն է բարի լույս մաղթում, Արամ Մկրչյանն էլ գրում է բարի լույս իմ շատ սիրելի հաղորդավարներ ջան։ Ես վստահ եմ, որ ձեզ ներկայացնել պետք չի, ձեր ձայները արդեն ներկայացնում են ձեզ։ Շնորհակալ ենք, բայց ինչպես միշտ ասում ենք, մենք շատ ուրախ ենք, որ ունենք հավատարիմ ռադիո լսողներ, բայց նույնչափ ուրախանում եմ, երբ մեզ նոր մարդիկ են միանում, այնպես որ ձեր հարազատներին, ընկերներին նույնպես պատմեք մեր մասին, թող առավոտը սկսեն մեզ հետ։ Ոնց որ դուք եք մեզ լավ օրվա սկիզբ պարգևում, ես էլ ձեզ եմ մաղթում մեր նման լավ օր, գրում է Արամ Մկրչյանը, շատ շնորհակալ ենք Արամ, ձեզ էլ ենք հիշեցնում, որ դուք նույնպես կարող եք մեզ դիտել եւ մեկնաբանություններ թողնել։ Այո, միացեք մեզ 9:36 օրը ուրբաթ է, հունիսի 5-ն է, եզրափակում ենք, ինչպես Վեգան նշեց, ամառվա առաջին աշխատանքային շաբաթը եւ եկեք տեսնենք, թե ինչ եղանակ է մեզ սպասվում այսօր եւ նաեւ առաջիկա հանգստյան օրերին։ Վերջին օրերին կարծես թե վերջապես ամառային տրամադրություն է, թեև տեղումների հավանականության մասին օդերևութաբանները շարունակում են դեռ զգուշացնել հանրապետության տարածքում վաղը կեսօրից հետո, այսօր կրկին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ քամին հարավարևմտյանը 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեռ կբարձրանա 2-ից 3 նիշով։ Մայրաքաղաքում այսօր եւ վաղը առավելապես երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ։ Այսօր առավելագույնը կլինի արդեն 30 աստիճան տաքություն, երեկոյան 21 աստիճան, իսկ գիշերը 13-ից 15 աստիճան տաքություն են կանխատեսում օդերևութաբանները։ Եվ հեռախոսային հավելվածը մեզ հուշում է, որ արդեն 19 աստիճան է այս ժամի դրությամբ եւ բավական արևոտ եղանակ է։ Այո, եւս մի պատճառ տրամադրությունը բարձր պահելու համար, նաեւ այն, որ վերջապես չեմ ասելու, որ ամբերտ, ծամրոց եւ քարիլիչ տանող ավտոճանապարհները փակ են, որովհետեւ փրկարար ծառայություն տեղեկացնում է, որ դրանք վերջապես բաց են, ինչպես նաեւ հուշում, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն առհասարակ հիմնականում անցանելի են։ Վրաստանի ԱԻ դեպարտամենտից եւ Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից էլ տեղեկություններ կան այն մասին, որ Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այո, փրկարար ծառայության հաղորդագրությունը արդեն շատ համառոտ է դարձել։ Կարճ եւ հակիրճ, սիրում եմ ես դա։ Որևէ փակ ճանապարհ չկա, ինչը հաճելի է առավելապես, երբ շաբաթ կիրակին պլանավորում եք անցկացնել քաղաքից դուրս, բայց չմոռանաք կիրակի օրը անպայման գնալ եւ քվեարկել։ Այո։ Տեսնենք թե ինչ պատկեր է Մայրաքաղաքում, ոչ լավ, ոչ վատ 6 բալ է, խցանումային նիշը, սովորական դարձած պատկեր այս շրջանի եւ այս ժամի համար։ Դե գիտեք, Սարյան փողոցը արդեն ամբողջությամբ, ոչ թե ամբողջությամբ, այլ կոնկրետ հատվածներով փակ է, պատճառը գինու օրերն են, դրան դեռ կանդրադառնանք, բայց եկեք գանք կենտրոն բերող փողոցներից, նախ Իսակովի պողոտան, Երևանյան լճից դեպի կենտրոն շարժվող ուղղությունն է ծանրաբեռնված, Աթենքի փողոցը դեպի Հաղթանակի կամուրջ գնացող ուղղությունը խիստ ծանրաբեռնված է, ներողություն, Տիգրան Մեծ փողոցը դեպի Հանրապետության հրապարակ շարժվող ուղղությունը Զորավար Անդրանիկ մետրոյի կայարանի հարևանությամբ կրկին ծանրաբեռնված է, Հանրապետության հրապարակում իրավիճակը բավական լավ է, բայց հիշեցնենք, որ երեկոյան այստեղ եւս փակ է լինելու Հանրապետության հրապարակը, այնպես որ այլ ճանապարհ մտածեք երեկոյան տուն գնալու համար։ Վարդանանց փողոցը դեպի Սախարովի հրապարակ ծանրաբեռնված է, գանք մեր կողմեր, ինչպես ասում են, Սայաթնովան օպերայից դեպի ռադիոտուն շարժվող ուղղությունն է ծանրաբեռնված, հակառակ ուղղությամբ եւս երթևեկությունը բավական դժվար է առաջ շարժվում։ Եվ հիմա գանք արդեն Սարյան փողոց, ինչպես նշեցինք, գինու օրերը մեկնարկում են եւ փողոցը փակ է։ Արամի Խաչմերուկից կարելի ասել մինչեւ Մոսկովյան եւ այստեղ նաեւ հատվող Թումանյանը, ինչպես նաև Պուշկինը, հարակից այս նեղ փողոցներով կամ փակ են, կամ արդեն դժվար անցանելի են, պատճառը, ինչպես նշեցինք, այսօր մեկնարկելիք գինու օրերն են։ Եվ իհարկե ծանրաբեռնված է երթևեկությունը Բաղրամյան փողոցում, Ազգային ժողովից դեպի օպերա,
մետրոյի կայարանի հարևանությամբ Մարշալ Բաղրամյան եւս իջնող ուղղությունը ծանրաբեռնված է Օրբելին բավական այստեղ երթևեկությունը դժվար է առաջ շարժվում եւ նաեւ բարեկամության հատվածում թե Կիևյանից եկողը թե Կոմիտասից եկող հատվածներում կա երթևեկության բավական դժվար ընթացք եւ 7 դարձավ խցանումային նիշը այնպես որ սիրելի վարորդներ եւ սիրելի ուղևորներ լծվեք համբերությամբ դուք մեղավոր չեք դուք չեք ընտրել սխալ ճանապարհ այս ժամին ոնց էլ ուր գնայիք կարծում եմ նման խցանումների կբախվեք Այո մնում է ավանդական համբերություն մաղթել եւ կոչ անել որ փորձեք խցանումները ավելի թեթև դարձնել մեզ հետ եթե այսօր ֆինանսական գործարքներ եք պլանավորում կամ պարզապես սիրում եք հետևել եւ տեղյակ լինել տարադրամի փոխարժեքից նույնպես տեղեկացնեմ նաեւ այս մասին ըստ կենտրոնական բանկի ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 368 դրամի եւ 59 լումայի, եվրոն 428 դրամ է 71 լումա, ռուսական ռուբլին 4 եւ 9 է, 138 դրամ 36 լումա է վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգն այսօր արժե 495 դրամ եւ 64 լումա, դիրհամը 100 դրամ 35 լումա է եւ ռիալը 0.027 է, կարծես թե շարունակում 26, այո, էլի մի լումա էլ չի, չգիտեմ, միավորիկով իջավ։ Սա էլ կարևոր տեղեկատվությունը, որ ձեզ ներկայացնում ենք եթերաժամի սկզբին, դրա մասին դեռ կխոսենք, եթերաժամի ավարտին եւս կթարմացնենք։ Այսօր մեր ռադիոլսողները խիստ ակտիվ են, ինչը միմիայն ողջունելի է։ Այո, ունենք նոր մեկնաբանություններ Սիրուշ Աբրահամյանի կողմից։ Բարև ձեզ անչափ սիրելի հաղորդավարներ ջան, մենք էլ ձեզ ենք ողջունում։ Ինչ թեմայից եք խոսելու այսօր։ Ես իրականում հենց մեր թեմայի շուրջ ծեվակին հարց ունեի, բայց առաջարկում եմ մի փոքր ավելի ուշ եւս մեկ երաժշտական դաթարից հետո անպայման ձեզ կպատմենք թեմայի մասին։ Այո, այսօր հետաքրքիր ժամանակակից, ինչպես ասում են, առավել երիտասարդներին ուղղված չէ, թեմայից ենք խոսելու, բայց ամենևին չի նշանակում, որ ավագ սերնդին էլ սա չի կարող վերաբերել, ընդհակառակը երբեմն նման նորություններ ավագ սերունդը ավելի սիրով է փորձում։ Այո, եւ ավելի բաց է։ Այսօր ուրբաթ է, թեմատիկ երգը լսենք, վերադառնանք։ John, you're a good girl, very sorry, sorry, no, no,
station with the best music. Best music. I love the music. Best music. Այո, մենք սիրում ենք երաժշտություն, առավոտյան հատկապես այն կարևոր է, ովքեր նոր են արթնացել մեր խոսքի եւ երաժշտության ներքո կարող են պատրաստել իրենց սուրճը, թեյը, նախաճաշը, կարող են մարզվել, դա ել ավելի խրախուսելի է եւ զուգահեռ նաեւ տեղեկանալ, իմանալ ինչ է կատարվում աշխարհում, ինչ կա չկա։ Իսկ հիմա այն պահն է, երբ ձեզ ներկայացնում ենք, թե ինչ կա չկա միջազգային ու տարբեր երկրների ազգային օրացույցերում։ Այսօր մի կարևոր տոն է նշվում, ոչ այնքան տոն, ինչքան պաշտոնական իրազեկման օր, շրջակա միջավայրի համաշխարհային օրն են այսօր նշում։ Սա հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանում դեռ 1972 թվականին։ Ահա, ընդդեմ տեսակների խտրականության համաշխարհային օրն է այսօր նաև նշվում, World Day Against չեմ կարողանում այս բառը Speciesism, այո։ Ահա։ Եվ եւս մի քանի օր, որ այսօր նշվում է եւ թեմա, որին անդրադառնալու ենք, coworking-ի օրն է այսօր, գիտեք, coworking-ը նոր մշակույթ է համեմատաբար, բայց այնպես չէ, որ շատ նոր է վերջին տարիներին։ Եթե կան ռադիո լսողներ, որ գուցե այդքան էլ լավ չհասկացան, հիմնականում ֆրիլանս տարբերակով աշխատողներ, այսինքն մարդիկ, որոնք գրասենյակային աշխատանքից հրաժարվել են եւ նախընտրում են աշխատել ազատ գրաֆիկով իրենց ցանկացած վայրից եւ տեղից, սովորաբար ունենում են կարիք որևէ վայրի, որտեղից հնարավոր է աշխատել, որովհետև միշտ չէ, որ մեր տներում, բնակարաններում այդ հնարավորությունը կա եւ հենց նրանց համար ստեղծվել է հենց այսպիսի տարածքներ, որտեղ մարդիկ կարողանում են գնալ, աշխատել, երբեմն դրանք զուգահեռ սրճարաններ են, երբեմն պարզապես աշխատանքային միջավայր է։ Այո, վայրեր են, եւ այդ մարդիկ կարծես մեկ կոլեկտիվ են, բայց տարբեր գործատուների համար են աշխատում, եթե առավել ավանդական բառապաշարով փորձենք բացատրել։ Coworking-ի մասին ենք այսօր խոսելու եւ ընդհանրապես ֆրիլանս աշխատանքի մշակույթի եթերաժամի երկրորդ հատվածում մեր հյուրը կպատմի նրբությունների մասին, առավելությունների, ինչու ոչ նաեւ թերությունների։ Եվ գանք ազգային տոներին, միշտ սկսում ենք Միացյալ Նահանգներից, որովհետեւ այստեղ շատ են տոները եւ դրանք միշտ ինքնատիպ են, զարմացնող են։ Առաջինը կարևոր իրազեկման օր է, հրազենի գործադրման բռնության մասին իրազեկման ազգային օրն է, այսօր Միացյալ Նահանգները նշում։ Նաև ժողովրդական մոլորությունների փառատոն կա, հետաքրքիր է, դա երևի տարածված լեգենդների, քաղաքային լեգենդների հետ կապված որևէ միջոցառում է, դե արդեն բազմիցս կատակում ենք այն մասին, որ կարծես թե նահանգներում պարտադիր ամեն օր որևէ սննդամթերքի օր է նշվում, այսօր շատ սննդամթերքներ կան, որոնց օրն է նշվում։ 5, 6, 7, սկսենք փքաբլիթից, հայտնի պոնչիկները, իսկ ամերիկյան դոնատները, այսօր դրանց ազգային օրն է, եթե այս շրջանում սննդակարգի եք հետևում, կարելի է cheat day անել, ինչպես ասում են, բայց կարծում եմ դոնատը ամենավտանգավոր բաներից մեկն է։ Այո, եւ ամենամեծ կալորիականությամբ եւ ամենաշատ ձեթով, մի խոսքով, դե բայց միևնույն է, նույնիսկ դա երբեմն սիրտը ուզում է, կարելի է։ Սննդը ոչ այնքան օգտակար սննդամթերքներից խոսելով կետչուպի ազգային օրն են նշում եւ նաեւ ինքնաթոր խմիչքի ազգային օրը։ Հիմա օգտակար ենք, բուսական բուրգերի ազգային օրն է, National Veggie Burger Day, այսինքն բուրգեր, որը բուսական է, այո, միս չի պարունակում։ Համեմահացի ազգային օրն է։ Գեղեցիկ բառ է հայերենում։ Gingerbread-ը, եթե չեմ սխալվում, դա այն ամանորյա Պեչենի կոչվածներն են, քուկիներն են, որոնք իրականում ստացվում են կոճապղպեղից, հետաքրքիր է, որ թարգմանվում է փաստորեն համեմահաց, ձկան եւ չիպսի օրն է, բայց fish and chips-ի մասն է խոսքը, այն հայտնի անգլիական կոմբոյի Եվ նրբերշիկով ոլորակի, դա sausage roll-ի մասին է խոսքը, մի խոսքով մի քիչ էլ եթե շարունակենք հաստատ բոլորի սախորժակը կգրգռենք առավոտյան 9:50-ին, բայց սրանք Միացյալ Նահանգների ազգային տոներն են, տեսնենք այլ երկրներում կան ինչ-որ հետաքրքիր տոներ, դրանց եւս անդրադառնանք։ Բելարուսը նույնպես ազգային տոն է նաեւ, միջազգային տոն է նաեւ ազգային մակարդակով է նշում, շրջակա միջավայրի պաշտպանության օր է հայտարարված առանձին նաեւ Բելարուսում փաստորեն այսօր։ Ռումինիան ուսուցչի օրն է նշում եւ Վիետնամում տարվա կեսի տոնը, երևի թե այսօր կիսվում է, գիտես,
Արին դրա համար էլ այդպիսի հետաքրքիր տոն է նշվում, բա։ Հետաքրքիր է։ Գանք հոբելյարներին տեսնենք ով կա, որ այսօրն է ծնվել, Կարեն Կավալերյան, ռուսաստանցի հայազգի բանաստեղծ 1961 թվականի այսօրն է ծնվել։ Դերասան Գուժ Մանուկյանի ծննդյան օրն է նաև այսօր 1937 թվականի հունիսի 5-ին է նա ծնվել։ Եվ եթե չեմ սխալվում, այսօր նաև Էրիկ Կարապետյանի ծննդյան օրն է, արիստուգենք եւ եթե ճիշտ ենք, ապա միանգամից նրան կշնորհավորենք։ Այո, հունիսի 5-ին ծնվել է Էրիկ Կարապետյանը, Էրիկին շնորհավորում ենք, մաղթում առողջություն եւ միմիայն մեծամեծ բեմեր եւ նոր հիթեր։ Եվ վստահ եմ ծննդյան տարեդարձի արդիվ նրա երգերից նույնպես այսօր անպայման կլսենք։ Մինչև այդ կարող է ստուգել, եթե ունենք նոր մեկնաբանություններ։ Մեր ռադիոլսողները այսօր բավականին ակտիվ են։ Հիմա կստուգեմ կան նոր մեկնաբանություններ թե ոչ, բայց ամեն դեպքում ձեզ էլ հիշեցնեմ, որ դուք նույնպես կարող եք մեզ հետևել, առհասարակ բաժանորդագրվել նաև մեր Facebook-յան էջին Հայաստանի Հանրային ռադիո եւ մեզ մեկնաբանություններ թողնել, ինչու ոչ նաև դիտել մեզ։ Վարդիթեր Գևորգյանն է հասցրել մեզ միանալ եւ գրում է թող միշտ էլ բարին լինի Հայաստանիս համար։ Զգացմունքը իմ ամուր է, ուզածս մի համբույր է դեր Ախ ինչ անեմ դա լուր է, չի հասկանում որ զուր է Ինձ անընդհատ կերում է, դառնում անհաս կորում Ու անհասանելի Ես քեզ արդեն պաշտում եմ, գիտեմ ու հավատում եմ, որ Իմ սերը դուս գալու ես, և իմը կալին ես շուտով Բայց ինչ անեմ, որ լուր ես, չես հասկանում իսուր է Ինձ անընդհատ կերում ես, դառնում անհաս կորում անհետ Ու անհասանելի Station with the best music. Best music. I love the music. Best music. Ինանց 55 Անդրեյանի առաջին ծրագրի ուղիղ եթերում մենք շարունակում ենք Սուրճ ու Սեր առավոտիցը եւ այսօր խոսելու ենք coworking-ից, ֆրիլանս աշխատանքից
այնպես որ այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են այս ամենով կամ միգուցե հարցեր ունեն, կարող եք առավել ուշադիր հետևել մեզ երկրորդ եթերաժամի ընթացքում, քանի որ մեր հյուրի հետ ուղիղ կապի հնարավորություն է լինելու։ Սևակ, դու ինքդ ինչ ձևաչափով ես սիրում աշխատել, հաշվի առնելով, որ սովորաբար տարբեր աշխատավայրերում ես աշխատում, դա Սևակի մասին հայտնի փաստ է, նա մեր workaholic, աշխատահոլիկն է։ Ճիշտ ասած, մինչև COVID-ը չէի պատկերացնում աշխատել ոչ աշխատանքային միջավայրում, բայց COVID-ը եկավ ու ապացուցեց, որ գրասենյակից դուրս հաճախ ավելի արդյունավետ ենք։ Ես սիրում եմ հիբրիդ տարբերակը, այսինքն միշտ տանից լինել ոչ գրասենյակային չեմ սիրում, բայց միշտ գրասենյակում կյանքը մաշեցնելն էլ մի բան չէ։ Այսինքն օրինակ շաբաթվա մեջ 1-2 օր լինի, որ գնաց գրասենյակ կամ մնաս տանը, մյուսը հակառակը, բայց ցավոք այդպես չէ իմ մոտ։ Բայց այո, գրասենյակային է, չէ, հիմնականում քո աշխատանքը, իրականում հիմա բայց շատ ընկերություններ կան, որ հենց քո նշած հիբրիդ տարբերակով են նախընտրում։ Նաև խնայում են, այո, եւ այդ տարբերակը խնայելու շատերը բացահայտեցին հենց COVID-ի ընթացքում բազմաթիվ մեծ COVID-ի շնորհիվ, այո, բազմաթիվ մեծ կազմակերպություններ, որոնք ստիպված եղան անցնել հեռավար աշխատանքի, հանկարծ բացահայտեցին, որ այսպես իսկապես հսկայական գումարներ են խնայում էլեկտրաէներգիայի։ Եվ հաճախ ավելի բարձր է արդյունավետությունը աշխատակիցների։ Այս ամենի մասին դեռ կխոսենք, հիմա մեր եթերում փոքրիկ գովազդային դադար, որից հետո արդեն կդիմավորենք Ռադիոլուրի մեր գործընկերոջը։ Սուրճ ու սեր առավոտից։ Ինչպես Սևակը արդեն ասաց, ժամանակն է ողջունելու մեր գործընկերոջը Մարլենային, որովհետև րոպեներ անց ժամանակն է վերջին ժամի նորություններին ծանոթանալու։ Բարի լույս Մարլենա։ Բարի լույս։ Բայց մինչև այդ մեր օրվա թեմայի հետ կապված մի հարց, իրականում լրագրողները, հատկապես լրատվականների աշխատողները, երբ խոսում են գրասենյակային եւ ոչ գրասենյակային աշխատանքի մասին, սովորաբար գրասենյակներում անցկացնում են շատ ավելի երկար ժամանակ, քան միջին վիճակագրական այլ մասնագիտությունների տեր անձինք, ամեն դեպքում հետաքրքիր է արդյոք պատկերացնում եք աշխատանքի ֆրիլանս տարբերակը կամ արդյոք հնարավոր կլիներ լրատվական գործը կազմակերպել հեռավար յուրաքանչյուրը իր տանից։ Ես կարծում եմ COVID-ի շրջանում մենք նման փորձառություն ունեցանք ֆրիլանս եւ տանից կազմակերպելու եւ դա բավականին հաջող ստացվում էր եւ շատ օֆիսներ այդ ընթացքում փակվեցին, այնուհետեւ չվերաբացվեցին, որովհետեւ մարդիկ հասկացան, որ կարող են նաեւ չվճարել դրա համար եւ աշխատել տանից։ Մեր աշխատանքի պարագայում գուցե եւ հնարավոր է, բայց մենք սովոր ենք աշխատելու ռադիոտնից Newsroom պետք է լինի, այո, զարկերակը պետք է զգաս իրականում լրատվական, որպեսզի drive-ը լինի, որպեսզի ճիշտ լրատվություն հաղորդվի, կարծում եմ այդ իմաստով խմբագրությունը շատ ավելի համակարգված է աշխատում, քան անհատները կարող են աշխատել տնից։ Ամբողջական չէ, բայց երբեմն ինչ որ լրագրողներ, այո, կարող են նաև տնից աշխատել։ Գուցե մեր ունկնդրին չի երևում այս ամենը, բայց հսկայական բանակ է աշխատում լրագրողների, խմբագիրների եւ տեխնիկական աշխատողների, որպեսզի մենք կարողանանք ճիշտ լրատվություն, գրագետ լրատվություն, ստուգված, ճշտված, համակողմանի լրատվություն մատուցենք մեր ունկնդիրներին։ Էլ չասենք նաև բազմալեզու մեր կայքը armradio.am, որտեղ կարող եք ծանոթանալ նորություններին տարբեր լեզուներով, իսկ հիմա եկեք արդեն աստիճանաբար միանանք ժամը 10-ի թողարկմանը։ Վերջին օրն է ընտրական քարոզարշավի, նաև քաղաքական կրքերը շարունակում են եռալ, տեսնենք ինչ է կատարվում Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։
Խոսում է Երևանը, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում ռադիո լուրն է, ստուդիայում աշխատում է Մարլենա Հովսեփյանը։ Թողարկման մեկնարկին անդրադառնանք Հայաստան-Եվրամիություն եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։ Եվրամիությունը համերաշխ է Հայաստանի հետ Ռուսաստանի գործադրած տնտեսական ճնշումների պայմաններում։ Երեք հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը։ Ակնկալում եմ սկսել Եվրամիություն-Հայաստան աշխատանքային խմբի գործունեությունը, ինչպես այսօր պայմանավորվել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան X-ում գրել է կոսը։ Նա ընդգծել է, որ Եվրոպան աջակցում է Հայաստանին։ Ավելի վաղ տեղի էր ունեցել Փաշինյան-ֆոն դեր Լայեն հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել էին Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները։ Հեռախոսազրույցից հետո հայտնի էր դարձել, որ փաթեթ է տրամադրվելու աջակցության Հայաստանին, որը ներառում է օգնություն 50 միլիոն եվրոյի չափով։ Հայաստանից Լատվիա երեկ արտահանվել է տարբեր տեսակի վարդերի առաջին խմբականակը օդանավակայանում Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ արտահանումը Լատվիա կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, քանի որ նպաստում է արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։ Նա հիշեցրել է, որ վերջերս կայացած Եվրամիություն-Հայաստան գագաթնաժողովի ընթացքում կողմերը պայմանավորվել են ավելի խորացնել համագործակցությունը, այդ թվում մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ։ Դեսպանի խոսքով Եվրամիությունը արդեն մի քանի տարի է աջակցում է հայկական բիզնեսին, իսկ այժմ այդ համագործակցությունը մտնում է նոր փուլ, երբ հայկական արտադրանքը կարողանում է ավելի մեծ ծավալներով մուտք գործել եվրոպական շուկա։ Ռուսաստանը Հայաստանին խնդրում է արագ կողմնորոշվել, թե որ ուղղությամբ է ուզում գնալ։ Դրա մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Անկախ նրանից, թե Հայաստանը որ ուղին կընտրի, Ռուսաստանը կպահպանի այդ երկրի հետ հարաբերությունները։ Եվրամիությանն անդամակցության մասին Հայաստանում օրենքի ընդունումը մտահոգություններ է առաջարկել Ռուսաստանում, շեշտել է Ռուսաստանի նախագահը։ Երեկ նաև հայտնի է դարձել, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ նպաստելու Ադրբեջանի մերձեցմանը Եվրասիական տնտեսական միության հետ, ինչը Մոսկվայի համոզմամբ կամրապնդի տնտեսական կապերը ընդհանուր տարածքում։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը երեկ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում նշել է, Ադրբեջանի մերձեցումը դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի տնտեսության վրա, ընդհանուր ապրանքների շուկա մուտք գործելու եւ տրանսպորտի ծառայությունների ու ներդրումների ոլորտներում ընդլայնված համագործակցության միջոցով։ Բաքուն Մոսկվայի առաջարկին դեռևս չի արձագանքել։ Եվ երկու լուր միջազգային լրահոսից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բաց նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, առաջարկելով հանդիպել չեզոք երկրում։ Ուկրաինան առաջարկում է ավարտել պատերազմը մեր եւ ձեր միջև ձևաչափով, ես ձեզ հանդիպում եմ առաջարկում, նշել է Զելենսկին։ Նա հավելել է, որ Մոսկվան կամ Կիևը նման հանդիպման համար հարմար վայր չեն։ Զելենսկու խոսքով կան երկրներ, որոնք ավանդաբար ընդունում են առաջնորդներին պատերազմի եւ խաղաղության հարցերը լուծելու համար՝ Շվեյցարիան, Թուրքիան, արաբական աշխարհի պետությունները։ Իսկ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային օգնություն տրամադրելու եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու օրինագծին։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 226 կոնգրեսական դեմ 195-ը։ Օրինագիծը ուժի մեջ մտնելու համար այն դեռ պետք է հաստատի Սենատը։ Եվ վերջին լուրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ հակամարտությունում կհաղթի այսպես թե այնպես կամ ռազմական ճանապարհով կամ բանակցությունների միջոցով։ Մենք հաղթելու ենք, դա լինելու է ռազմական ճանապարհով կամ թղթի վրա, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը, նկատի ունենալով Թեհրանի հետ դժվար ընթացող բանակցությունները։ Նա նշել է, որ ցանկություն չունի հանդիպելու Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, որը փետրվարի 28-ին ռազմական գործողությունների մեկնարկից հետո հանրության առաջ չի հայտնվել եւ ըստ հաղորդումների լրջորեն վիրավորվել է Միացյալ Նահանգներ Իսրայել հարվածների հետևանքով։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար ռադիո լուրը առանձնացրել էր այսքանը, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն էր, մինչև ժամը 11-ը։ Սուրճ ու սեր առավոտից։
empty spaces. What are we living for? Abandoned places. I guess we know the score. On and on. Does anybody know what we are looking for? Another hero, another mindless crime behind the curtain in the pantomime. Hold the line. Does anybody want to take it anymore? The show must go on. The show must go on. Yeah. Inside my heart is breaking. My makeup may be flaking, but my smile still stays on. Whatever happens, I leave it all to chance. Another heartache, another failed romance. On and on. Does anybody know what we are living for? I guess I'm learning. I must be warmer now. I'll soon be turning round the corner now. Outside the dawn is breaking, but inside in the dark I'm aching to be free. Show must go on. The show must go on. Yeah, yeah. Ooh, inside my heart is breaking. My makeup may be flaking, but my smile still stays on. My soul is painted like the wings of butterflies. Fairy tales of yesterday will grow but never die. I can fly, my friend. The show must go on. Hey, the show must go on. I'll face it with a grin. I'm never giving in. On with the show. Ooh, I'll top the bill. I'll overkill. I have to find the will to carry on with the show must go Սուրճ ու սեր առավոտից։ Շոուն շարունակվում է նաև մեր ուղիղ հեռարձակումը 107.7 հաճախականությամբ դուք լսում եք Սուրճ ու սեր առավոտիցը եւ մեզ կարող եք դիտել Facebook-ում եւ մեր կայքում armradio.am բարի լույս բոլորին։ 553702 սայլայն հեռախոսահամարն է, որով կարող եք զանգահարել, կիսվել մեզ հետ, գուցե կիսել մեզ հետ ձեր փորձը, եթե ունեք այդպիսին ասել աշխատանքի որ ձևաչափն եք նախընտրում եւ ինչու։ Մինչեւ այդ մեզ հասրել է միանալ մեր ռադիո լսողներից Եստեր Մխիթարյանը նույնպես բարի լույս, ոնց եք սիրելի հաղորդավարներս, Աստծով բարի լույս օրհնյալ եւ լուսավոր օր բոլորիս։ Լավ ենք, քանի որ ամռան առաջին աշխատանքային շաբաթը եզրափակում ենք միասին եւ վերադառնալով մեր այսօրվա թեմային, աշխատանքի տարբեր ձևաչափերին, որոնք հիմա ավելի ընդունված են եւ գնալով ավելի տարածվում են, մի քանի հետաքրքիր փաստ։ Այո, եթե նոր եք մեզ միացել, ասենք որ ըստ միջազգային օրացույցի այսօր co-working-ի օրն է, ովքեր անծանոթ
ծանոթ են այս տերմինին, ասենք, որ սա մի վայր է, որտեղ աշխատում են տարբեր մարդիկ ոչ նույն աշխատակազմից, հա, եթե օրինակ նրանք հեռավար են աշխատում եւ տանից չեն ուզում անդադար կապի մեջ լինել համակարգչով, գնում են, կարելի ասել, նրանց համար ստեղծված օֆիսային գրասենյակային տարածք եւ աշխատում են, ինչքան էլ մեծ թվա, որ սա հատկապես COVID-ից հետո տարածված մշակույթ է, բայց պարզվում է, որ դեռ ավելի վաղուց է ձևավորվել այս մշակույթը, coworking-ի գաղափարը դեռ 90-ականներին է գոյություն ունեցել, բայց ժամանակակից իմաստով ավելի լայն տարածում է ստացել 2000-ականներին եւ ամենահաճախ հիշատակվող մեկնարկը դեռ չկա պաշտոնապես երբ եւ ով բացեց առաջինը, բայց ամենահայտնին Brett Newberg-ն է, որը Սան Ֆրանցիսկոյում ստեղծել է առաջին ժամանակակից coworking տարածքներից մեկը, դեռ արդեն կարելի ասել հեռավոր 2005 թվականին ու առաջարկել է ֆրիլանսերներին ու անկախ մասնագետներին աշխատել միասին, պահպանելով իրենց անկախությունը։ Ահա, դե բնականաբար դրանից հետո գաղափարը արագ տարածվեց եւ 2005-ից 10 թվականներին արդեն սկսեցին բազմաթիվ coworking կենտրոններ բացվել, ինչպես նահանգներում, այնպես էլ Եվրոպայում։ 10-ականներին coworking-ը դարձավ համաշխարհային միտում, կարելի է ասել, քանի որ ստարտափները սկսեցին զարգանալ, հեռավար աշխատանքի պահանջ առաջացավ շատ գործատուների եւ աշխատակիցների մոտ, բայց դե առավել կարելի ասել հեղափոխական նշանակություն ունեցավ COVID-19-ի համավարակը։ Այո, հենց 20 թվականից հետո պանդեմիայի ազդեցությամբ հիբրիդային եւ հեռավար աշխատանքի տարածման պատճառով coworking-ների պահանջարկը նորից աճեց։ Պետք է հիշել, որ coworking-ը պարզապես սեղան վարձելու վայր չէ, այն հաճախ համայնք է, այստեղ ինչքան էլ մարդիկ նույն գործատուի համար չեն աշխատում, կարծես մտերմանում են ինչպես սովորական գրասենյակային տարածքում, միջոցառումներ են անցկացվում, համագործակցության տարբեր հնարավորություններ են ստեղծվում եւ ասում են, որ շատ ստարտափեր իրենց առաջին քայլերը հենց coworking միջավայրերում են արել, որովհետեւ գիտեք, երբ մարդ ունի տեխնոլոգիական միտք, բայց չունի օրինակ դա զարգացնելու հնարավորություն, չի կարող վարձել մեծ օֆիսներ, այլ ավելի հայտնի ընկերություններ գիտենք, չէ, դեռ այն ժամանակներում իրենց ավտոտնակից են սկսել, շատ ստարտափեր նույնպես առաջացել են coworking տարածքներում։ Այո, իդեպ կան նաև մասնագիտություններ, այսպես ասած, որոնք ամենաշատն են հենց ֆրիլանս ոլորտում աշխատում եւ կարելի ասել coworking-ների հիմնական այցելուներն են կազմում, դրանք օրինակ ծրագրավորողներն են, դիզայներները, ստեղծագործական աշխատանք իրականացնողները, երբեմն գիտնականներ, կամ նույնիսկ կենսատեխնոլոգիական լաբորատորիաների աշխատակիցներն էլ կան։ Մեր օրերում հաճախ նաև այն մարդիկ, ովքեր օրինակ, ինչպես ասում են, դրսի հետ են աշխատում, Հայաստանից դուրս, դա Միացյալ Նահանգներ կամ Եվրոպա, դիտում է, չէ, որ որպես որակյալ աշխատուժ, օրինակ մասնագետի վարձում են ոչ իրենց երկրից, այլ օրինակ Հայաստանից, Եվրոպայում կամ Ամերիկայում։ Իդեպ կարծում եմ ֆրիլանս աշխատողներին ամենաշատը կարելի է նախանձել հենց այդ առումով, որ սովորաբար նրանց հնարավորություն է տրվում աշխատել աշխարհի ցանկացած կետից։ Ես մի ծանոթ ունեի, Սևակ, որը հենց ֆրիլանս աշխատող էր, իհարկե նույնիսկ եթե ֆրիլանս չլիներ, նրանց հիմնական գրասենյակը Ֆլորիդայում էր, միևնույն է կնախանձեի, բայց նա նաև ճամփորդող էր, անընդհատ ճամփորդում էր եւ աշխարհի ամենատարբեր կետերից միանում իր գրասենյակին եւ կատարում իր աշխատանքը։ Ասում են, որ ֆրիլանսեր աշխատողները տարբեր բնականաբար գրաֆիկ են ունենում, եթե ամբողջական աշխատող են, կարող են այդ տարածքում 6-ից 9 ժամ մնալ օրական, ինչպես սովորաբար մենք գրասենյակի դեպքում ենք, հաճախ լինում է, որ 3-ից 6 ժամով են գալիս, միայն կենտրոնացված աշխատանք կատարելու համար, մնացած օրինակ շարունակում են տանից, իսկ որոշ մարդիկ հաճախ նաև ասում են coworking-ը օգտագործում են հանդիպումների համար եւ կարող են այդ տարածքում մինչեւ 1-ից 3 ժամ անցկացնել, ել չենք ասում այն հիբրիդային տարբերակի մասին, որ եթե համատեղում են գրասենյակի հետ, որ օրերը որ գրասենյակ չեն գնալու, կարող են շաբաթական 2-3 օր հենց coworking տարածքում անցկացնել։ Իդեպ Սևակ մի հետաքրքիր մի փոքր զվարճալի փաստ ասեմ հենց իմ կյանքից, ես ունեմ ընկերներ հենց IT ոլորտում աշխատող ծրագրավորողներ, որոնք Երևանի սրճարաններից մեկում են գրեթե բոլոր հանգստյան օրերը անցկացնում, որովհետև այն զուգահեռ հենց coworking տարածք է, մարդիկ այնտեղ աշխատում են եւ այս տարածքը ինձ մի տեսակ գրադարան է հիշեցնում, երբ մտնում եմ շատ լուռ են, բայց քանի որ այն նաեւ սրճարան է, ամեն անգամ ես նրանց այցելելու համար, որպեսզի տեսնեմ, ստիպված եմ լինում գնալ այնտեղ, որպեսզի նրանք զուգահեռ եւ աշխատեն եւ հնարավորություն լինի շփվելու։ Եվ քանի որ այդ տարածքին վերաբերվում եմ սրճարանի պես, ծիծաղում եմ, աղմկում եմ, ինչ որ հարցեր եմ տալիս, նրանք անընդհատ զայրանում են ինձ վրա, ասում են կամաց թող մարդիկ աշխատեն։ Դա այդ մարդկանց աշխատանքային տարածքն է։ Իդեպ խոսում էինք coworking տարածքներից, հիշեցի տարիներ առաջ, երբ Երևանում անտիկաֆե սկսեց բացվել, հակասրճարան, հա, իհարկե դա հենց coworking-ի նպատակներ առաջ Սևակ 15-16 թվականներ։ Այո,
շատ մի տեսակ ուրիշ բաներ թվում, որ կարելի է վճարել ժամի համար։ Ժամը 600 դրամ արժեշ։ Եթե չեմ սխալվում, այո, եւ օրինակ սուրճը, թեյը, տարբեր թխվածքաբլիթները անվճար են, մի տեսակ իսկապես հեղափոխական բաներ։ Սուրճն ինքդ է իր պատրաստում, ինչքան ուզում եք կարող եք մնալ, կարող եք խաղալ ընկերների հետ կամ համակարգչով զբաղվել, գիրք կարդալ, այդ տարածված սրճարանների ֆոնին դա մի տեսակ շատ յուրահատուկ բաներ թվում։ Սևակ շատ նոստալգիկ շատ նոստալգիա ապրեցի եւ հիշեցի, որ ես այդ տարածքները օգտագործում էի այն ժամանակ YouTube-ի համար վիդեոներ էի նկարահանում, այնուամենայնիվ վիդեոների համար, բայց հետո ինչ որ պահից այդ տարածքները հասկացան, որ դրա համար կարելի է ավել գումար ուզել եւ նկարահանումները առանձին գին ունեցան, որը թանկ էր։ Կարծես հիմա 1-2 նման հակասրճարան է գործում, անտիկաֆե, բայց լավ է, որ այդ մշակույթը շարունակում է պահպանվել։ Արի լսենք Ariana Grande-ի նոր երգը, մեր եթերում պրեմիերա է, 2 օր առաջ է թողարկվել, եթե թարգմանենք ատում եմ, երբ ստիպված էի ստիպել սիրել ինձ։ Ատում եմ, որ քեզ ստիպել եմ սիրել ինձ, երևի այսպես։ Որից հետո արդեն մեր հյուրին կդիմավորենք։ Like the sky, turn tears into diamonds. Not good at goodbyes. Just know that I will find my way from you, like flowers from a tomb. While you decide who you are, and I can see right through, like shadows on the moon. And it's all bad news. Yeah, I hate that I made you love me. Sorry if I made me a type. Yeah, I hate that I made you love me. 'Cause I barely tried. Yeah, what's happening now? You studied my crown and borrowed my body. One kiss by the sun and cold like the wind. I'll be stuck in honey. Know that I will find my way from you. I guess it's kinda cute how you're like me where you are, but I can see right through. Just don't eclipse the moon, 'cause it's all bad news. Yeah, I hate that I made you love me. Sorry if I made me a type. Yeah, I hate that I made you love me. 'Cause I barely tried. I've held your projections when you felt so insecure. Tell me why is it this way? Why you so hate to see women endure? Is it really my fault you all gave me a heart of your own accord? I don't really think so. I hate that I made you love me. Sorry if I made me a type. Yeah, I hate that I made you love me. 'Cause I barely tried. Yeah, I hate that I made you love me. Sorry if I made me a type. Yeah, I hate that I made you love me. 'Cause I barely tried. Yeah, Սուրճ ու սեր առավոտից։ 107 հաճախականությամբ մենք շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը եւ կարծես թե զանգ ունենք, տեսնենք ով է մեզ միացել։ Բարի լույս, դուք եթերում եք։ Բարի լույս սիրելիներս, Ողջույն, Տիկին Այվազբալյան։ հուսամ լավ եք, առողջ եւ երջանիկ, կարելի ասել եւ երջանիկ, այո, երջանկությունը մարդու հոգեկան խաղաղությունն է։ Ես ասեմ, որ աշխատանքի վերաբերյալ աշխատանքը սիրում է մարդկային շփում։ Ահա։ Անպայման, դա մարդուն դարձնում է կարեկցող, հոգատար, մարդամոտ,
Կարելի է մեկ-մեկ էլ վիճել աշխատանքի ընթացքում, բայց մարդկային շփումը շատ Անպայման։ Դե պատկերացրեք նստել եք ռոբոտ ավտոբուս, եւ 100 հոգի մարդ կա մեջը եւ ավտոբուսը գնում է այստեղ։ Շատ ասում եմ ժամանակ կա այդպեսին կլինի, բայց ամեն դեպքում վարորդը ավելի աչալուրջ է, վարորդը ավելի հեռատես է, քան ինչ որ այդ ռոբոտները։ Այնպես որ սովորելն է դպրոցներում անմիջապես ուսուցչու հետ շփվելը շատ լավ է, ուսուցիչը մեկ էլ կարող է մի քիչ բարկանա, կարող է սիրի, ամենայն դեպս ավելի շատ կտա, քան օնլայն ուսուցումը։ Շատ լավ, շատ շնորհակալ ենք կարծիքի եւ զանգի համար։ Բա ավտոբուսի վարորդությունների մի հատ ինքը քո վրա մունատ կա։ Մի հատ դու իր վրա մունատ կա։ Դե իրականում եթե խոսում ենք հենց վարորդների մասին, սա շատ 50-50 այսպես ասած վիճելի թեմա է, որովհետեւ դրան զուգահեռ մարդկային գործոնը նաեւ էմոցիոնալ է, վարորդն ավելի էմոցիոնալ է, վարորդը կարող է շեղվել, եթե իհարկե մի օր հանկարծ հասնենք այդ տարբերակին, բայց բնականաբար կան մասնագիտություններ, որոնց պարագայում ֆրիլանսը չի էլ դիտարկվում, մենք խոսում ենք այն մասնագիտությունների մասին, որոնք հնարավոր է հեռավար անել եւ ֆիզիկական ներկայությունը այնպես չէ որ շատ լուրջ փոփոխություն է ենթադրում կամ տարբերություն։ Եվ այս թեմայով զրուցելու ենք մի մարդու հետ, որը վաղուց է ծանոթ այս ձևաչափին եւ մեզանից շատ ավելի լավ եւ մանրամասն կներկայացնի ֆրիլանս աշխատանքի առավելությունները, ինչու ոչ գուցե նաեւ թերությունները։ Սիրով ներկայացնեմ մեր հյուրին, մեր տաղավարում է ինֆլուենսեր մարքեթինգի մասնագետ Լուսինե Գրիգորյանը, բարի լույս Լուսինե։ Ողջույն։ Եվ բարի գալուս մեր տաղավար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սովորաբար ֆրիլանս աշխատողները ինչպես են օրը սկսում։ Եվ երբ։ Առավոտյան երևի 10-11-ին թասքերը գրելով տենց է սկսում աշխատանքը սովորաբար։ Ամենայն դեպս ինձ մոտ տենց է սկսում։ Իհարկե երբեմն լինում են դեպքեր, որ ավելի շուտ է սկսվում, բայց քանի որ ընդհանրապես գործընկերները, աշխատակիցները ավելի ակտիվ, ինչև գնում են օֆիս, մի հատ սուրճ են խմում, մի քիչ խոսում են, իմ գործն էլ իրանց հետ է սկսում, ուղղակի առանց սուրճ, առանց իրանց հետ շփվելու։ Բայց մոտավորապես այդ ժամերին ու սիրում եմ շուտ արթնանալ, մի հատ ամեն ինչ կազմակերպել, որ օրս կազմակերպված լինի, որովհետև ֆրիլանսինգի մեջ շատ կարևոր կետ է, շատ կազմակերպված լինելը, որ աշխատանքը չտուժի։ Որովհետև ինչպես ասում են, գլխիդ մարդ չկա կանգնած, եւ դու ինքդ ես պատասխանատու քո տնօրինած ժամանակի համար, այն նշեցիք առաջադրանքները գրելուց եք սկսում օրը, դրանք դուք եք ձեզ համար սահմանում, թե գործատուն, որը այն կողմում է համակարգչի։ Հիմա ես, որովհետև արդեն 1 տարուց ավել է ինքս եմ ղեկավարը։ Էլ ավելի բարձր պատասխանատվություն։ Այո։ Մինչև այդ, բայց ունեցել եմ աշխատանք, որը ֆրիլանս է, remote կարելի ասել, remote աշխատանք է եղել, հա, հեռավար է եղել տանից, հետո մի ժամանակ հայբրիդել եմ աշխատել, այսինքն եւ օֆիսային եւ տան, դա էլ է շատ լավ տարբերակ։ Հիմա ամբողջությամբ remote տարբերակով եմ աշխատում իմ թիմի հետ, այսինքն ավելի շատ ես եմ հիմա գործատուն, իրանց հետ կազմակերպում եմ աշխատանքը եւ այլն, այսինքն բոլոր փուլերով անցել եմ, դե երկար տարիներ նաեւ օֆիսային աշխատանքի մեջ եմ եղել, հենց որ երևի թե հիմա կկարողանամ ամենայն դեպս ինձ համար գնահատել, թե որն է ինձ համար ամենալ աշխատող տարբերակը։ Այ դա հրաշալի է, որ ունեցել ես նաև օֆիսում աշխատելու փորձ եւ հաստատ վստահաբար կկարողանաս սահմանել դրական եւ բացասական կողմերը ֆրիլանս աշխատանքի, որոնք են առավելությունները եւ որն է թերությունը։ Ֆրիլանս աշխատանքի հենց, օքեյ։ Երևի դրական կողմերից սկսեմ, դրական կողմերից այն ազատությունն է, որ ես զգացել եմ, որովհետև հիշում եմ օֆիսային կյանքը ինձ սահմանափակում էր, նամանավանդ ես աշխատում եմ մարքեթինգի ոլորտում, որտեղ միջոցառումներն են շատ, արտաժամյա աշխատանքն է շատ, ու երբ ունես նաև դրան համատեղ օրինակ 10-ից 7 կամ 9-ից 6 աշխատանք, շատ սահմանափակվում է կյանքը ու օրվա արդեն ավարտին չես կարողանում կյանքը շարունակել, մի քիչ այդ հոգնածության պատճառով։ Երևի դրական կողմը է դա, այսինքն երբ ես remote հեռավար աշխատանքին անցա, զգացի այդ ազատությունը, որ կկարողանամ աշխատել այն ժամին, որ ուզում եմ, անել, չգիտեմ, սպորտ այն ժամին, երբ ուզում եմ եւ այլն։ Աշխատել այն հագուստով, որով ուզում այն հագուստով ավելին այն մարդկանց հետ, որ ուզում եմ, որովհետև երբեմն ինքս էլ ես շատ շփվող մարդ եմ ու այդ թիմի հետ աշխատանքը, միասին մտածելը, brainstorm անելը, նամանավանդ էլի մարքեթինգի առումով շատ կարևոր է։ Ու երբեմն լինում էր ժամանակ, որ այս տանից աշխատանքի ժամանակ սենց հոգնում էի ինքս իմ հետ մենակ մնալուց ու հավաքում էի թիմին, որ դրսում աշխատենք միասին կամ օրինակ on-line call ունենանք, այդտեղ քննարկենք
քննարկենք միասին ինչ որ հարցեր։ Ու քանի որ ես էլ շփվող եմ, այդ երբեմն այդ խնդիրը հանդիսանում տանից աշխատանքը, որպեսզի չշեղվեմ, դրական կողմերը նշեմ remote աշխատանքի, ժամանակը կառավարելը նախ այդ ասեցինք, ուստեղ շատ կարևոր է իրոք կենտրոնանալ ժամանակի կառավարման վրա, որովհետև եղել է ժամանակ, որ այնքան շատ է գործն եղել, որ տանից աշխատանքն էլ եղել է առավոտը 10-ից մինչև գիշերվա 11-ը, 12-ը, ու տանը կառավարել ժամանակը շատ ավելի բարդ է, քան օֆիսային աշխատանքի պարագայում, երբ դու կարող ես քո լեփթոփը համակարգիչն անջատել ու գնալ տուն, էլի կարող է քեզ անհանգստացնել, բայց ոչ այդ աստիճանի, որ դու ես ինքդ քեզ անհանգստացնում տանը։ Երևի թե այդ դրական կողմերից ամենակարևորը այդ է ժամանակը, ազատությունը, այդ զգացումը, որ դու ես քո կյանքի տերը։ Իսկ բացական կողմերից մեկը արդեն նշեցի այնա, որ կարող ես անընդհատ աշխատել ու ստոպ չտալ։ Բացական կողմերից մեկը, որ շփումն է քչանում մարդկանց հետ, Նաև այդ corporate culture ասվածը, ոնց ասեմ հայերեն, կորպորատիվ մշակույթ այո, կորպորատիվ մշակույթից մի քիչ հետ ես մնում։ Անունով կոչենք բամբասանքի մշակույթ։ Հետո օրինակ միշտ ամուսինս կամ ընկերներս, որ ունենում են այդ կորպորատիվները ամանորին կամ Secret Santa-ները, ասում ես ում հետ խաղամ, մի քիչ այդ պահը տուժում է իհարկե, բայց ընդհանուր առմամբ երբ դնում եմ պլյուսներն ու մինուսները, անձամբ ինձ համար, որտեղ յուրաքանչյուրի համար կարող է այդ առավելությունները տարբեր լինել։ Ես քանի որ աշխատել եմ եւ օֆիսային տարածքում եւ ես sense կազմակերպված մարդ եմ, սիրում եմ գնամ, համակարգչի կողքը իմ բանը բլոկնոտը դնեմ, բոլոր առաջադրանքները գրեմ, հերթով անցնեմ վրայով, ժամ դնեմ, թե որ task-ի վրա ինչքան ժամանակ եմ ծախսում։ Այդ տիպի մարդ լինելով ինձ համար շատ դժվար էր օֆիսային տարածքից գնալ տուն ու տանը աշխատել։ Այդ իրականում սկսվել է COVID-ից առաջ նույնիսկ, որովհետեւ աշխատանքի առաջարկ ստացա դրսում աշխատող մի կամպանիայից, որը Հայաստանում ուզում էր բացվեր, ու ստացվեց նենց, որ ես տանից էի աշխատում։ Սկզբում շատ դժվար էր ու իրոք սենց լարվում էի այն մտքից, որ ես ինքս իմ ժամանակի տերը չեմ, անդադ աշխատում եմ, բայց հենց սկսեցի կառավարել ժամանակս, հստակ հասկանալ, որ ունեմ հանգստի ժամ, լանչի ժամ, ոնց բոլոր աշխատակիցները, այդ հստակություն ունենալ, արդեն կյանքը հեշտացավ։ Ու եթե հիմա ուզում եմ ինչ-որ պահի այդ շփումը ունենալ, ուզում եմ տանից դուրս գալ, այդ երբեք սահմանափակում չի լինում, որովհետև արդեն իմ ընտրությունն է լինում։ Էլի գեղեցիկ հագնում եմ իմ պիջակը, մեյքափ անում եմ, դիմահարդարում եմ, գնում եմ որևէ coworking հատված կամ ընկերներիս եմ գրում, ովքեր coworker են, էլի միասին աշխատում ենք ու ոնց որ այդ խնդիրն էլ լուծում եմ այդ ձևով։ Այ մի բան նշեցիք հագուստի հետ կապված, ինչ հագուստով կուզեք տանից կաշխատեք, ես հիշեցի ֆրիլանսեր ընկերներից մեկին տարիներ առաջ որ աշխատում էր, օրինակ ասած կան հնարքներ, երբեք խորհուրդ չի տրվում նույն այդ պիժամա կոչվածով, հա, գիշերազգեստով աշխատել, դա կարծես անդադ օրգանիզմին հիշեցնում է, որ դու օրինակ դեռ պետք է պարկես, սա քո աշխատանքային վիճակը չէ, կան նման հնարքներ, օրինակ տանը ենթադրում եմ ունեք հստակ սեղան, որը ձեր աշխատանքային է, այլ ոչ թե որտեղ պատահի այդտեղից կաշխատեք։ Իրականում մենք տանը ունենք աշխատանքային սենյակ նույնիսկ, որտեղ ես երբեք չեմ մտնում։ Բայց ես այնտեղ չեմ աշխատում, չէ, ամուսինս ավելի այնտեղ աշխատում, ես ինչքան փորձեցի այնտեղ աշխատեմ, ինձ հիշացնում էր այդ օֆիսում նստած սահմանափակման մասին։ Երևի օրինակ քոլեր, ինչ որ հանդիպումներ, որ ունենում եմ on-line, այնտեղ եմ անում, բայց ընդհանուր առմամբ հասկացել եմ, որ ինձ փափուկ տարածք է պետք աշխատանքի համար, ու երևի թե բազմոցը կամ ինչ որ տեղեր կա, որտեղ աշխատում եմ, բայց օրինակ հանգիստը փորձում եմ լրիվ ուրիշ տարածքում անել, ոչ նույն բազմոցի, նույն հատվածում, հա, որ հանգիստ է, որովհետև այդ շատ խանգարում է եւ այսինքն հանգստանում ես, բայց մեկ էլ նամակ եկավ, միանգամից սկսում ես պատասխանել, էլի անցար աշխատանքի։ Ու իրականում որ նշում էի աշխատանքի tracking-ը ժամանակային, այդ շատ օգնում է։ Հիմա ես հիշում եմ նույնիսկ օֆիսային տարածքում աշխատելիս դու կարող ես լինել ոչ պրոդուկտիվ, ամբողջ օրը չկարողանաս աշխատել, կամ հիմա մեծ խնդիր է Instagram-յան scrolling-ը կամ social media scrolling-ը, որ անդադ կարճ վիդեոներ ենք նայում ու շեղվում աշխատանքից։ Այդ ռիսկային է եւ աշխատակցի համար, ովքեր օֆիսում են, եւ տան մարդու համար, տան աշխատողի, տնից աշխատողի, բայց
Դրա համար ժամանակային track եմ դնում, օրինակ այս task-ի վրա, այս առաջադրանքի վրա ինչքան ժամանակ եմ ծախսելու ու եթե հանկարծ շեղվում ինչ-որ բանով, այդ ժամանակից է գնում, արդյունքում ստացվում է, որ պետքա կենտրոնացած լինես այդ task-ի վրա, այդ task-ը վերջացիր, օքեյ, եթե ուզում ես գնա 10 րոպե scroll-արա հետ արի։ Բայց այդ շատ օգնում է։ Ես խորհուրդ կտամ թե օֆիսային աշխատակիցներին, թե տանից աշխատակիցներին, այդ հնարքով շատ հետաքրքիր է։ Ամեն դեպքում երբ իրենից աշխատանքի առաջարկ ստանանք, պետք է երկար մտածենք։ Այո, իսկ գործատու է թվում ժամանակի առումով։ Լուսինե մի բան նշեցի խոսքում, որ ինձ համար սա հարմար տարբերակ է, անպայման այդ մասին էլ եմ ուզում խոսել, որովհետև վերջին շրջանում Instagram-ի դարաշրջանում մի տեսակ հրեշային է դարձել այդ 9-ից 5 աշխատանքային գրաֆիկը, այնքան վախենալու են ներկայացնում, մինչդեռ իսկապես ես գիտեմ շատ մարդիկ, որոնք գրասենյակային աշխատանք չունեն, 9-ից 5-ը չեն աշխատում, օրինակ աշխատում են երբ ուզեն, բայց շատ ավելի շատ են աշխատում եւ իրենց կյանքը իրականում հենց աշխատանքի վրա էլ անցնում է։ Ի վերջո այդ 9-ից 5-ը, որ սահմանվել է, մարդիկ ինչ որ բան մտածել են, չէ՞։ Կարող ենք ասել, որ իրականում սա էլ իր առավելությունները ունի։ Ես իմ օրինակը կարող եմ բերել, հետո կխնդրեմ Լուսինեն էլ ավելացնի, օրինակ ինձ համար ֆրիլանս աշխատանքը սարսափելի բան է եւ ես այն մարդկանցից չեմ, ում դա կարելի է թույլ տալ, որովհետեւ ես ինքս ինձ կառավարելու այդ կամ տարբերությունը դնելու, որ հիմա աշխատանքի ժամանակն է, հիմա օրինակ հանգստի չունեմ եւ մոտ 1-2 տարի ֆրիլանս աշխատելուց հետո, երբ տանից էի աշխատում, շատ լուրջ ազդեցություն ունեցավ ոչ միայն իմ հոգեբանության վրա, շատ կտրված է իրականությունից, չգիտեմ, տանից դուրս չէի գալիս, արտաքին վրա, որովհետև մի տեսակ դադարել էի նույնիսկ այն տարական ինքս ինձ հետևելու կամ ինձ գեղեցիկ փորձել դարձնելու հատկությունները, ավելորդ քաշ էի հավաքել, հետո ստացվեց այնպես, որ վերադարձա 5-ից 6 ներողություն, 9-ից 5 աշխատանքային գրաֆիկին, արդյունքում իմ կյանք մի տեսակ վերադարձավ ռեժիմ, որը ինձ պետք էր, ես սնվում էի ըստ լանչի ժամին էի օրինակ սնվում եւ անձամբ ինձ այդ պահից սկսած հասկացա, որ ես այն տեսակ մարդ եմ, որ իմ վրա լավ է ազդում այդ ռեժիմը, որովհետև ինքս դա կազմակերպել չեմ կարող։ Արդյոք ճիշտ եմ նկատել, որ մի տեսակ շատ են վախեցնում այդ վայ 9-ից 5 Ես համաձայն եմ, որ մի քիչ ոնց որ նամանավանդ այս նոր generation-ի, հա, generation Z-ի հետ կապված, ասեմ, որ իրանք միանշանակ մոտիվացված են լինում աշխատանքի, երբ դա hybrid տեսակն է կամ remote, բայց ուզում եմ սենց կոչ կհնչի, երևի թե ուսանողներին, որ իրոք պետք է որ իրոք սկսեն աշխատանքը օֆիսից, հետո անցնեն, եթե ուզենան, հետո անցնեն hybrid կամ նաև հասկանաս ինչն է քեզ համար աշխատում։ Որովհետև այդ ոնց է մենք համասարան ոչ միայն կրթություն ենք ստանում, այլ այդ networking-ն է, մարդիկում հետ շփվում ենք, ծանոթությունն է, այդ շատ կարևոր բան է կյանքի ընթացքում։ Եվ միանգամից սկսել հեռավարից ճիշտ է, շատ սոցիալիզացիայի ինչ-որ փուլ կարծես բաց թողնել։ Հետո քեզ համար սենց վաու է, սկզբում սենց մտածում ես վաու, ես տնից եմ, հիմա իմ թիմում աշխատակիցներ են, մարդիկ կան, ովքեր քաղաքից հեռու են ապրում, օրինակ, ու իրանց համար շատ հարմար է on-line աշխատելը, task-based է, իրանք ունեն առաջադրանքներ, ունեն ժամանակ դրա անելու համար, միակ սահմանափակումը դա է, թե իրանք լանչին կգնան, օրինակ մեքենավարման դասի կամ սպորտի, այդ իրանց ոնց որ կյանքն է։ Ինձ համար կարևոր է, մենք ունենք այսօրվա deadline, վաղվա ու մյուս շաբաթվա, դա արված լինի, կյանքը իրանցն է։ Այդ շատ ոգևորում է մարդկանց, ինձ էլ, մեծամասնությանը մարդկանց, ոչ բոլորին համաձայն եմ։ Բայց ես այդ եմ ասում, ուսանողներին միշտ խորհուրդ եմ տալիս սկսել դրանից, հետո փորձել, այսինքն ամեն ինչ փորձել, երբ որ դու սկսում ես remote-ից, հետո դժվար է գնալ օֆիսային տարածք։ Բայց սկսել օֆիսից հետո remote գնալ ավելի ոնց որ բնականon կարա լինի, փորձելու տեսանկյունից։ Դրա համար այն մարդիկ, ովքեր նոր են սկսում իրենց աշխատանքային ուղին, իրոք խորհուրդ կտամ շփումից սկսել։ Ավանդական ձևաչափից աշխատանքի։ Ես այստեղ կարող ես ասել հետո մի խորհուրդ խնդրանքել գործատուներին կուզեի ուղղել, որ այո, եթե կա սահմանված գրաֆիկ, ենթադրենք ձեր աշխատանքը սկսում է 10-ից 6-ն աշխատանքային ժամը, դա իհարկե հասկանում եմ, ունի իր պատճառները, բայց այդ չափազանց միայն դրա վրա կենտրոնանալն էլ է զայրացնում, որովհետև շատ հաճախ եմ
տեսել տարբեր գրասենյակներում, տարբեր վայրերում, որտեղ աշխատել եմ, աշխատանքի իմիտացիայով զբաղված մարդկանց, որոնց աշխատանքային ժամերը լրացված են, օրինակ նա գալիս է 10-ից եւ գնում է 6-ը, բայց ամբողջ ընթացքը հենց բամբասանքով է լցված, սուրճ խմելով, ինչ որ թղթերով, միջանցքներով վազելով իբրև թե շատ լուրջ աշխատանք է իրականում, բայց իրականում հասկանում ես, որ ամեն սենյակում մարդը մի 20-30 րոպե բամբասում անցնում է մյուս դռանը, բայց նա լավ աշխատող է, որովհետեւ մնացել է հենց 10-ից 6-ը, մինչդեռ այն մյուս անձը ուշացել է օրինակ 10-20 րոպե։ Բամբասանքը բարձրացնում է արդյունավետությունը։ Տեսնենք ով է մեզ միացել, բարի լույս։ Բարի լույս։ Բարև ձեզ, ում եք խոսում։ Ես Միլենան եմ։ Շատ հաճելի է Միլենա։ Ինչ կասեք օրվա թեմայի վերաբերյալ։ Ահա։ Բուրըն աշխատանքային եւ ինչու ոչ հանգստյան լավ օրեր։ Շնորհակալ ենք։ Հանգստյան օրերը շատ բուրն են լինելու այս անգամ Հայաստանի համար։ Այո, հոգով սրտով տրամադրված ենք դեպի լավագույնին։ Այո, Միլենա, դուք աշխատում եք ինչ տարբերակով միգուցե օրվա թեմայի հետ կապված ունեք ասելիք։ Օրվա թեման եմ ուզում իհարկե քննարկել, բայց ուզում եմ բարձրաձայնել կարևոր խնդիր, բայց միտքս ոչ միայն ներկայացնելն է, այլև տարբերակներ առաջարկել, որից է լուծում գտնելու։ Ապա Մասնավոր կլինիկաներում չեմ ուզում շեշտել։ Հիմնականում կնքում են քաղ իրավական պայմանագրեր, ես ինքս բժիշկ եմ, եւ աշխատել եմ մասնավոր կլինիկայում, որտեղ կնքված է եղել քաղ իրավական պայմանագիր։ Երբ որ ծառայությունը մատուցվել է եւ դիմացը մինչեւ 2 միլիոն դրամ վճարումներ են եղել, ամեն ինչ հարթ է ընթացել, բայց եկել է մի բան, որ պայմանագրի կետեր ցանկացել են փոխել տնօրինության կողմից, ես խնդրել եմ, որ ոչ մի կետ չխախտվի պայմանագրից։ Արդյունքում լուծարվել է պայմանագիրը եւ զրկվել եմ աշխատանքից։ Ստացվում է մասնավոր կլինիկաներում տնօրինությունը վերաբերվում է այնպես, ինչպես ուզում է։ Կա արդյոք հսկողություն նման իրավիճակներին, կա արդյոք աջակցություն անօգնական, արհամարված եւ շփոթված զգացված մասնագետներին։ Շնորհակալ ենք զանգի համար եւ հարցի համար բայց նույնպես։ երևի մենք չենք հասցեատեր, ամեն դեպքում եթե կա կարծիք Կամ գուցե ինֆորմացիա, աշխատանքային օրենսգիրքն ինչ է ասում այս դեպքի համար։ Իրականում կարող եք դիմել մարդու իրավունքների պաշտպանին, որպես աշխատակից, ով ունի պայմանագիր ընկերության հետ ու բարձրաձայնել խնդիրը, որովհետև հենց աշխատակցին աշխատանքից հանելու պետքա հիմնավոր պատճառներ լինեն, այսինքն շատ կարևոր կետեր կան, որին պետքա գործատուն հետևի որևէ աշխատակցին աշխատանքից հանելու համար։ Հենց որ կարող եք դիմել, կարծում եմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այդ դեպքում ձեզ իրավական կտորով կարող են օգնել, թե ինչ անել այս դեպքում։ Այո, մի փոքր իրավական դաշտում է հարցը։ Ինչպես նաև իրականում կարծում եմ մենք պետք է եթե հատկապես գրասենյակային աշխատող եք կամ չգիտեմ այնպես է որ ավանդական տարբերակներով եք աշխատում, շատ կարևոր է իմանալ սեփական իրավունքները եւ սեղանի գրքի պես պետք է ձեռքի տակ ունենալ աշխատանքային օրենսգիրքը, որովհետեւ շատ հաճախ եմ տեսնում տարբեր ընկերություններում շատ կոպիտ խախտումներ եւ աշխատակիցները նույնիսկ չգիտեն, որ իրենց իրավունքները խախտվում են իրականում, այո։ Եվ Լուսինե, քանի որ այսօր պարզվեց նաև coworking-ների օրն է, ես ծիծաղելով պատմում էի, որ իմ այն ընկերները, որոնք Երևանի այն սրճարաններից մեկում են աշխատում, որը նաև coworking space է, մի տեսակ գրադարանի եւ նույնիսկ սրբավայրի պես են վերաբերվում այդ տեղին եւ ամեն անգամ երբ գնում եմ, ինձ ուղակի կես ժամ հետո վտարում են, որովհետեւ աղմկում եմ, բարձր եմ, խոսում եմ եւ այլն, օգտվում եք նման վայրերից եւ արդյոք սա նույնպես արդյունավետ տարբերակ է, ինչ առավելություններ ունի։ Միանշանակ արդյունավետ տարբերակա ու օգտվում եմ։ Շաբաթվա ընթացքում փորձում եմ գոնե 2 կամ 3 անգամ, եթե օրինակ այն գրաֆիկը չունեմ, որ ստիպված եմ առավոտից մինչև երեկո համակարգչի դիմաց նստել, եթե մի քիչ այդ ազատությունը լինում է ժամային առումով, անպայման գնում եմ։ Այդ ինձ տալիս է այդ հնարավորությունը ոնց մարդ օֆիս կգնա, պատրաստվել, հագնվել, համակարգիչը վերցնել, գնալ նստել ու էլի շփում է։ Իրականում կարող է անծանոթ մարդիկ են, նստած աշխատում են եւ այլն, բայց երբեմն Երևանն է, բոլորս միայն ճանաչում ենք բոլորից, շփումը կա, այսինքն աշխատանքի ընթացքում տեսնել թե մարդիկ ինչքան կենտրոնացած աշխատում են եւ դու դա տեսնում ես, ինքդ կարողանում ես կենտրոնանալ։ Հետո օգնում է նրան, որ ես եկա աշխատանքի
արեցի աշխատանքս եւ գնացի տուն այդ մտքի համար, որովհետեւ տանը դու դա չունես։ Համակարգիչը փակել ու գնալ քայլել եւ այլն, այդ առումով շատ լավ է։ Նամանավանդ այդ coworking հատվածները, որտեղ բոլորն աշխատում են լռությունը իրոք տրամադրող է շատ աշխատանքը ու շատ տա լինում, որ ես տենց վայրերից շատ պրոդուկտիվ եմ աշխատում, շատ ավելի շատ քան տանից, բայց էլի օրերից է կախված, եթե օրը տրամադրում է դուրս գալ, տենց եմ անում, ինձ դա է դուր գալիս, որ ես կարող եմ որոշել, որտեղից աշխատեմ, ինչպես, ում հետ եւ այլն, այդ է ինձ մոտիվացնում ամեն օր։ Լուսինե, մի հարցել, օրինակ երբ արթնանում ես ու դրսում անձրև է ուժեղ, ընդհանրապես աշխատելու չեմ, որ մտածում ես հետ մտնես վերմակիտակ ու շարունակես քնել, այդ դեպքում ֆրիլանսերն ինչ է անում։ Վայ, շատ է ուրախանում։ Եթե ինչ որ օր կարող եմ բողոքել նրանց, որ վայ հոգնել եմ, ես իրականում նաև կապված է միջավայրը, որովհետև մեր տունը նոր է, մենք մի տարի ենք տեղափոխվել այս տուն, ու այդ շատ մոտիվացնող է տանից աշխատելը, բայց այն մարդկանց ում տանը օրինակ ծնողներն են կամ երեխա կա, շատ բարդ է։ Հա, դրա համար բոլորի համար չեմ կարող ասել, բայց իմ պարագայում ես տանից շատ եմ սիրում աշխատել, հա մեկ էլ չհաշված, որ նորակառույց է ու կողքի հարևանները վերանորոգում են, խնդրում եմ շուտ ավարտեք ձեր վերանորոգումները։ Բայց մոռացա, ինչ էի ասում։ Որ ուրախանում ենք անձրևը։ Հա, բայց այդ օրերը որ բողոքում եմ, ի հակադրում նրան, որ երբ անձրևը գրասում ինչ լավ է, որ ես եմ որոշում, որ այսօր տանից եմ մնում, կամ օրինակ խցանումների հարցը, որ չեմ մնում խցանումներին, կամ տանից դուրս եմ գալիս ու հանդիպումներս այն ժամին եմ պայմանավորվում, որ համեմատաբար ավելի քիչ են խցանումները։ Եվ ի վերջո ֆինանսների խնայելու մասին նույնպես խոսենք, հատկապես առավոտյան տեղափոխվելը շատ հաճախ ենք ստիպված լինում տաքսիներից օգտվել, երբեմն դա ամսվա վերջում նայում ես, որ հսկայական գումար ես ծախսել նաև տրանսպորտի համար, լանչը, որ առանձին է սովորաբար վճարվում կամ մի խոսքով հավելյալ գումար է, այնպես որ կարծում եմ այս առավելությունը նույնպես խնայելու հետ կապված կա։ Հիշում եմ, որ կյանքիս միակ շրջանը, երբ ինձ մոտ հաջողվել էր գումար խնայել, դա COVID-ն էր, որովհետև դուրս քիչ էի ծախսում եւ ծախսելու տեղ չկար։ Բազմաթիվ մեկնաբանություններ ունենք ձեզնից, մեր սիրելի ռադիո լսողներ, ձեր փորձը ֆրիլանս աշխատանքի, բայց սրանք կկարդանք արդեն եւս մեկ երաժշտական դադարից հետո։ Ճանապարհենք մեր հյուրին, լուսանկարվենք նրա հետ, իդեպ խորհրդանք նաեւ նրան հետևել սոցիալական ցանցերում, քանի որ մասնագիտական չէ։ Շատ հետաքրքիր, շատ հետաքրքիր կոնտենտ կա։ Ես այսօր Լուսինեին էի պատասխանում զուգահեռ, մտա եւ տեսա մի շատ հետաքրքիր թեմայով նոր վիդեո, սպասում եմ, որ ավարտվի, գնամ նայեմ։ Սիրով հիշեցնեմ մեր տաղավարում մեր ինֆլուենսեր մարքեթինգի մասնագետ Լուսինե Գրիգորյանը, մենք լուսանկարվենք, դուք էլի վետային լսեք, հետո վերադառնանք ու կարդանք ձեր բազմաթիվ մեկնաբանությունները։ Մեղմիկ հովը փչեց սրտիս վայ թե ярս հիշեց ինձ արև տվավի բարևը կարոտած հերոներից դե արի Yaramidou aşk statset Kogergi mech darnami bursir deslatsvet Ham hoyre tochmena Shortinim shoranam Menak migana Աշխարհը սերիս վրա ու ծովում պերավոտ կիստակ Ես մենակ կքայլեմ Սիրտս անգամ քար դարձած ու բոլոր պայքարներից հոգնած Ես մենակ ես կփնտրեմ Yarıs hero ինձ մեկ հաղցր ձայնով կկանչե Գանանանու շարևի պես հովը սիրտս կպաչե Թե աշխարը մի օր շուր գա մի օր փլվի Սիրող սիրտս քեզանից ոչ ոք չի խլի Ապրենք
Հազար մի կյանք սիրուց խելքի չգանք Մենակ, մենակ, մենակ սերս գանք Աշխարհը սերիս վրա ու ծովը բերը ոտքիս տակ Ես մենակ, մենակ, մենակ կքայլեմ Սիրտս անգամ կանդարձած ու բոլոր պայքարներից հոգնած Ես մենակ, մենակ քեզ կփնտրեմ Ու դու իմը կդառնաս Ու դու իմը կդառնաս Ինչպես դες խոստացել ենք, եթերների ընթացքում Իվետ Ամուկուչյանի նոր ալբոմի երգերը կլսենք, մենակ երգն էինք այս պահին լսում, դե մենակ աշխատանքից էինք, չէ՞ ոզում կարծես թե, եւ իդեպ լավ է որ այս թեման մեր ռադիոլսողները ակտիվ քննարկել են նաեւ մեր մեկնաբանությունների դաշտում, ինչ մենք զրուցում էինք մեր հյուրի հետ եւ հիմա արի կարծանք ու զուգահեռ նաեւ մենք էլ մեկնաբանենք նրանց մեկնաբանությունները։ Ես սկսեմ Լևեն Մինասյանի մեկնաբանությունից շատ բարի առավոտ։ Երեխեք ջան, սկսած 1995 թվականից մեր տղաները ԱՄՆ-ի հետ աշխատում էին հեռավար, իսկ 1998-ին Չիկագոյի համալսարանի պրոֆեսորները եկան եւ գողացան այդ տղաներից երեքին։ Տես, դեռ 95 թվականից փաստորեն, երբ համացանցի գոյության մասին քչերը գիտեին, մարդիկ կարողացել են հեռաբար աշխատել։ Արմինե Հովսեփյանն է գրել, նախ բարևել է բոլորիս ու գրել շատ հարգանքով ֆրիլանս աշխատակիցների նկատմամբ կողմնակից եմ կենթանի շփմանը։ Մի դեպք պատմեմ, մի ուրբաթ աշխատակցիս հետ գործի առումով կռվեցինք եւ գնացինք տուն։ Երկուշաբթի եկանք առավոտյան, կոֆե մինուտ կանարեցինք, լավ բան բացեցինք ու անցանք աշխատանքի ու պայծառացած ուղեղով լուրջ հարցի Մի րոպե, բայց մենք խռովել էինք, մինչև այսօր հիշում ու ծիծաղում ենք։ Այո, իսկ եթե չաթով կռիվանեք, այս բանը մի քիչ դժվար։ Այո, հետո հաջորդ տեքստը մտնում ես ու տեսնում ես, որ նախորդը վեճ էր, թունոտ է։ Լինա Ստեփանյանը գրում է. «Սիրելի երիտասարդ հաղորդավարներ, ձեր սերնդի տատիկ պապիկները աշխատում էին գրադարաններում, նույնիսկ առավոտից երեկո ընկերներ էին ձեռք բերում, սիրահարվում, մտքեր փոխանակում, մի խոսքով մարդկային հարաբերությունների ժամանակաշրջան»։ Այո, Լուսինեն ինքն էլ իր խոսքում նշեց, որ իրականում ֆրիլանս աշխատանքի այո ամենադժվար մասը իր համար հենց այդ շփման նվազելն է, ավելի քիչ շփումն է, բացակայությունն է։ Ի վերջո հիշենք, որ շատերս մեր ամենամտերիմ ընկերներին ձեռք ենք բերել հենց աշխատանքի շնորհիվ։ Իմ լավագույն ընկերներին ես գտել եմ հենց աշխատելիս, աշխատանքի շնորհիվ։ Իհարկե մի մասը մի փոքր տարբեր, օրինակ երկուսս էլ լրագրող ենք եղել, բայց նույն միջոցառումն ենք լուսաբանել եւ այդպես ծանոթացել ենք։ Բնականաբար մենք չենք հերքում եւ բացառում, այո, այս տարբերակները նույնպես։ Եվ թեմայից դուրս մեկնաբանություններ նույնպես ունենք։ Վահե Գաբրիելյանը մեզ բազմաթիվ ստիքերներ, նկարներ, սրտիկներ է ուղարկել եւ նաեւ ողջույններ ուղղել բարև բոլոր ռադիոլսողներին ու իմ ընկերներին Կարենին, Մարտինին, Արմենին, Արփիկ եւ Սուսան Ջոջաներին։ այո։ Բարևում ենք բոլորին, ովքեր մեզ հետևում են հիմա, հատկապես նրանց, ովքեր մեզ ավտոմեքենաների մեջ են լսում, հասարակական տրանսպորտում, ինչու, որովհետեւ դուք ել ավելի լարված նյարդերով եք այս պահին երթևեկում Մարիաքաղաքի փողոցներով, այս պահին խցանումային նիշը 7 է շարունակում մնալ եւ ծանրաբեռնված փողոցների պատկերը կարելի ասել չի էլ փոխվել եւ հիշեցնենք ձեզ, որ Սարյանի մի մասը առաջիկա օրերին երթևեկելի չի լինելու ու սահուն անցում անելով հիշեցնենք առաջիկա կարևորագույն միջոցառումների մասին, որ տեղի կունենան մեր երկրում, այսօր երեկոյան կմեկնարկի գինու օրերը եւ այն կշարունակվի նաեւ վաղը եւ մյուս օրը ամսի 5, 6, 7 Զուգահեռ, ինչպես մեր հյուրը մեզ ներկայացրեց, եթե ձեր ընտրատեղակ մասերը այն հատվածները, որտեղ պետք է ընտրեք, գտնվում են հենց այդ Սարյան փողոցին կամ հարակից փողոցների տարածքներում, խոճապի մի մատնվեք, այդ հատվածներում գինու փառատոնը չի գրավելու, այսպես ասած, այդ տարածքները, այնպես է արված,
ասաց, որ ամեն ինչ հարմարավետ լինի, Այո։ կարող եք գնալ եւ միևնույն է ընտրել, հետո արդեն մոտենալ եւ վայելել գինին։ Բալետային երեկոները շարունակվում են այսօր եւ վաղը Թումոյի, չէ, ներողություն։ Հա, այո, այսօր եւ վաղը Թումոյի այգում կարող եք դիտել Սասունցի Դավիթը, որի մասին նույնպես խոսել ենք։ Այո, Սասունցի Դավիթ բալետ օրատորիան, գիտեք, նախ տեղի ունեցավ Թամար բալետի պրեմիերան փառատոնի առաջին 2 օրերին եւ արդեն 5-6 Սասունցի Դավիթ բալետ օրատորիան կցուցադրվի առաջին անգամ բացօթյա ձևաչափով եւ անվճար։ Այո, վաղը երեկոյան կարևոր 2 մշակութային իրադարձություն կա։ Նախ մենք վաղը եթերում չենք լինելու, որ ծնունդներին անդրադառնանք, բայց Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է եւ հենց այդ արդիվ 2 կարևոր դասական համերգ է տեղի ունենալու։ Նախ Արամ Խաչատրյան մրցույթի բացման հանդիսավորողությունը տեղի կունենա ժամը 19:00-ին սիմֆոնիկ նվագախմբի կողմից եւ զուգահեռ նաեւ դասական եվրատեսիլն է կամ պատանի երաժիշտների եվրատեսիլն է մեկնարկում, որն այս տարի հյուրընկալում է Հայաստանը եւ գրեթե նույն տարածքում, չէ՞։ Այո, դա էլ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ահա այսքան խիտ է մայրաքաղաքում գրաֆիկը։ Դժվար է լինելու ընտրելը մշակութասերներին։ Այո, եթե շատ փորփրենք դեռելի միջոցառումներ դուրս կգան, որ պլանավորված են այս օրերին եւ բնականաբար այս ամենալռության օրվա պայմաններում է ընտրություններին 1 օր է կարելի ասել մնացել եւ վաղը լռության օր կլինի ու արդեն Կիրակի հիշեցնենք, որ ընտրելու իրավունք ունեցող չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն եւ իհարկե կարեւոր է յուրաքանչյուրի ձայնը։ Այո, շատ կարևոր է, պետք է թերագնահատել ձեր ձայնի նշանակությունը եւ անպայման պետք է գնալ եւ մասնակցել ընտրություններին։ Դե արի 1 օր առաջ Արամ Խաչատրյան վայելենք նրա վալսը, որից հետո կթարմացնենք տեղեկությունը օրվա անհրաժեշտ տեղեկատվական պաշարից եւ ձեզ հրաժեշտ կտանք։
Սուրճ ու սեր առավոտից։ Այս հրաշալի հնչյուններից հետո կարծում եմ շատ բան այլևս պետք չի ասել։ Մենք ձեզ ցանկանում ենք հաճելի աշխատանքային շաբաթվա ավարտ եւ իհարկե մշակութային եւ քաղաքական իրադարձություններով լի հանգստյան օրեր են սպասվում։ Փորձեք մասնակցել այն միջոցառումներին, որոնք ձեր սրտին մոտ են եւ հանգստացեք, որովհետեւ շատ արագ են թռչում հանգստյան օրերը։ Այո, հատկապես այսօր օրը տրամադրող է, եղանակը նույնպես այս պահին մայրաքաղաքում 21 աստիճան է, ժամը 10:55, ինչը նշանակում է, որ ժամանակն է, որ ձեզ աստիճանաբար եւս մեկ անգամ մաղթենք լավ օր, օրվա լավ շարունակություն եւ ինչպես Էվակն արդեն հասցրեց հանգստյան լավ օրեր։ Իսկ մենք եթերում կլինենք արդեն երկուշաբթի եւ տեսնենք թե ինչ կատարվեց շաբաթ-կիրակի շատ բուրըն եթեր ենք ունենալու կարծես թե այո։ Ձեզ համար այս երգը ավելի վաղ էի մտածել, բայց մոռացա, քանի որ այսօր խոսում ենք օֆիսային աշխատանքից, գրասենյակային աշխատանքից, հիշենք Եվրատեսիլի մեր այս տարվա մասնակիցը հենց այդ թեման էլ շոշափում էր, բայց կարծես թե այս թեման Եվրոպային դուր չեկավ, հա, ուզում էին օֆիսում Ուզում են այո, շարունակել օֆիսում, այո, մնալ օֆիսում, դե գնացեք եւ աշխատեք, դե որ այդպես է։ Բայց հիշեք, որ ինչպես ասում են, աշխատանքը բարիք է, դա լինի հեռավար, թե օֆլայն, թե գաք տեղում, երկար ժամանակ անցկացնեք գրասենյակում, դա շատ մարդկանց համար նաեւ երազանք է, որովհետեւ թե Հայաստանում եւ թե աշխարհում կան մարդիկ, ովքեր փնտրում են իրենց երազանքի աշխատանքը եւ այդպես էլ այն չեն գտնում, այնպես որ եթե դուք գտել եք այն, մի սրտնեղեք այս կամ այն փոքրիկ միջադեպերից, դե եթե աշխատանքային միջավայր, ընդհանրապես մարդկային փոխհարաբերություններ են, խնդիրները եւս բնական են։ Դե մենք էլ գնանք աշխատանքային բան բասենք մի փոքր ու անցնենք գործի Սևակ։ Լավ մնացեք։ Same old place, familiar faces, copy paste my days. One last round of kissing the ground and then I'll be gone for good. Follow my rumba, let's go. Delete my number, burn the phone. Take my chance to finally dance away from all the anger. Too much sweat and tears and regrets, cause I don't wanna talk about numbers all day long. Follow my rumba, let's go. Rock this, rock this. Delete my number, burn the phone. Rock this, rock this. I'm not a machine, just stuck on a wage in a wage as a cage with a badge on looking. Take no more, I'm down for sure, yeah. I'm not robot, just play the part and losing my heart, I'm falling apart, so watch me go. Steal the show like a pro, yeah. This video could have been an email. Free coffee won't keep me here, man. Can't do this anymore, already at the door. Follow my rumba, let's go. Rock this, rock this. Delete my number, burn the phone. Rock this, rock this. You ole, 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 fuck. Follow my rumba. You ole.